Սա Բրեդֆորդ Քինգն է։ Նախկինում նա ոստիկան էր, իսկ հետո դարձավ կրիմինոլոգիայի դասախոս Արևմտյան Միչիգանի համալսարանում։ Նրա ուսուցման մեթոդիկան շատ տարօրինակ էր։ Նա իր ուսանողներին հանձնարարում էր գրել կատարյալ հանցագործության սցենարներ, այսինքն այնպիսի պատմություններ, որոնց բացահայտելը կլիներ դժվար կամ գրեթե անհնարին։ Եվ թվում էր սա ընդամենը ուսումնական վարժություն է։ Սակայն շուտով կյանքը սկսեց սարսափելիորեն նմանվել այդ սցենարներին։ Երբ Բրեդիկինը դարձավ հայտնի հաղորդավարուհի, նրանց կյանքը բարելավվեց։ Նրանք որոշեցին քաղաքից դուրս տուն գնել, հանգիստ եւ խաղաղ կյանք սկսելու համար։ Եվ հենց այստեղ էլ սկսվեց նրանց տարօրինակ եւ մղձավանջային պատմությունը։ Ինչ-որ մեկը անընդհատ նամակներ էր ուղարկում Բրեդի կնոջը։ Դրանց բովանդակությունը սիրային էր։ Ինչ-որ մեկը կնոջը համոզում էր հանդիպել եւ միասին ընթրել։ Սկզբում դրան այդքան էլ մեծ ուշադրություն չէին դարձնում, բայց մի օր ստանում են մի նամակ, որը հավաքված էր թերթերի կտրված վերնագրերից։ Նամակում մեկ նախադասություն էր միայն. դու պետք է ընթրես ինձ հետ։ Մի օր Բրեդը տուն գալով գտնում է իր կնոջ անշունչ մարմինը ընկած մեքենայի կողքին։ Գործը մեծ աղմուկ է բարձրացնում, եւ ոստիկանները անմիջապես անցնում են հետաքննությանը։ Քննությունը ցույց տվեց, որ մարդասպանը կրակել է հարևան տնից։ Այնտեղ հայտնաբերվեց 22 տրամաչափի փամփուշտի գիլզա, իսկ մոտակայքում գտնվող արվակում գտան նաև զենքը, որից կրակել էին։ Ոստիկանները հետախույզ շանը տարան սպանության հետքերով։ Շունը իր հետախուզումը կատարեց տարօրինակ կերպով, գնաց աղաղաձև ուղիով եւ կրկին վերադարձավ տուն։ Սա նշանակում էր միայն մեկ բան, որ հանցագործը շրջադարձ է կատարել եւ վերադարձել է հետ սպանության վայր։ Ոստիկանները չկարողացան կնոջ մարմնից հանված գնդակը համեմատել զենքի հետ։ Դրանք այնքան էին դեֆորմացվել, որ անհնար էր հստակ եզրակացություն անելը։ Հետաքննությունը կանգնեց փակուղու առաջ։ Եվ հենց այդ ժամանակ տեղի ունեցավ մի անսպասելի շրջադարձ։ Բայց միշտ դրա մասին խոսելը եկեք մի պահ մեզ պատկերացնենք որպես հանցագործ։ Իդեալական հանցագործություն կատարելը շատ դժվար է, գրեթե անհնարին, որովհետև ամեն վայրկյան մենք մեր հետևից թողնում ենք հետքեր։ Եվ այդ հետքերը ուսումնասիրում է տրասոլոգիան։ Մարդասպանները հանցանքը գործելիս կարող են ձեռնոցներ կրել, կարող են մաքրել մակերեսները, կարող են այրել հագուստը, բայց նրանք չեն կարող կանգնել եւ չշարժվել։ Իսկ ամեն քայլ թողնում է իր հետքը։ Դատաբժշկական գիտությունը ոտնահետքերը դիտարկում է որպես լուռ վկա, քանի որ նրանք պատմում են այն, ինչ մարդը երբեք չի ասել։ Ինչ կարող են ասել ոտնահետքերը մարդասպանության մասին։ Քննիչները ոտնահետքերի միջոցով կարող են որոշել, թե մարդը ինչ չափի կոշիկ է հագել։ Իսկ կոշիկի երկարությունից կարող ենք չափել, օրինակ, մարդու հասակը։ Այո, ճիշտ լսեցիք։ Կարող ենք չափել մարդու հասակը։ Այն կչափենք հետևյալ բանաձևով, որտեղ սա կոշիկի երկարությունն է, իսկ սա լայնությունը։ Երկարությունը կբազմապատկենք 3.1-ով, իսկ լայնությունը 4-ով։ Այնուհետև կգումարենք 53 եւ կստանանք մեր հասակը։ Ոտնահետքերի ուսումնասիրության մեջ հանդիպում ենք մատնահետքեր առանց մատնահետքերի։ Կոշիկի նախշը։ Յուրաքանչյուր կոշիկ ունի իր տակացու նախշը, որը հանդես է գալիս ինչպես մատնահետք։ Նույն մոդելի կոշիկներն անգամ ժամանակի ընթացքում դառնում են տարբեր, քանի որ մարդը քայլելիս մաշեցնում է տակացուն յուրահատուկ ձևով։ Այս մաշվածությունը ստեղծում է անհատական ստորագրություն։ Լավ իսկ, ինչպես են հավաքվում ոտնահետքերը։ Դեպքի վայրում ամեն ինչ կատարվում է շատ զգույշ։ Քայլերի հետքը կարող է անհետանալ մեկ սխալ շարժումից։ Քննիչները օգտագործում են լուսանկարահանում հատուկ մասշտաբով, որպեսզի հետո հնարավոր լինի չափել ամեն մանրուք։ Կատարում են նաև գիպսային ձուլում, եթե հետքը հողի կամ ձյան մեջ է։ Այն լցնում են գիպսով եւ ստանում 3D պատճեն։ Ոտնահետքերից բացի, հանցանքի վայրում մարդասպանները շատ հաճախ թողնում են նաև մատնահետքեր։ Սրանցով զբաղվում է դակտիլոսկոպիան։ Դակտիլոսկոպիան քրեական փորձաքննության ամենահին եւ ամենահուսալի մեթոդներից է։ Մարդու մատների վրա կան պապիլյար գծեր կամ մանր գծային կառուցվածքներ։ Երկու մարդու մատնահետքեր երբեք չեն կրկնվում։ Հանցագործության վայրում մարդասպանը կարող է դիպչել դրամ բռնակին, զենքին, ապակուն կամ կահույքին, թողնելով իր մատնահետքերը այդ առարկաների վրա։
Այդտեղ մնում են այսպես կոչված լատենտ մատնահետքերը, այսինքն աչքով անտեսանելի հետքերը։ Դրանք հայտնաբերվում են հատուկ մեթոդներով, օրինակ մագնիսական փոշիների կամ ցիանոակրիլիտային գոլորշիացման։ Այնուհետև մատնահետքերը սկանավորվում են և համեմատվում պետական տվյալների բազայի հետ։ Մարդասպանության բացահայտման գործում կարող են օգնել նաև հոտերը։ Կրիմինալոգիայում հոտերով զբաղվում է ադարոլոգիան։ Հոտերը կարող են պահպանվել կահույքի, հագուստի և արյան մեջ։ Այո, զոհի արյունը իր մեջ պատճենում է մարդասպանի հոտը։ Այն առարկան, որից օգտվել է մարդասպանը, դնում են փայլատիթեղի մեջ։ Այնուհետև լաբորատորիայում այն պատճենում են բամբակյա կտորի վրա։ Հոտը պահպանվում է սառնարանում մինչև 5 տարի։ Այնուհետև անհրաժեշտ է հոտերը համեմատել, և այստեղ օգնության են գալիս շները։ Շների համար հոտի որոնումը նման է խաղի։ Հոտով կտորները դնում են տարայի մեջ և շրջանաձև շարում։ Շանը անցկացնում են բոլոր տարաների մոտով, և եթե մեկի մոտ կանգ է առնում, ուրեմն դա նշան է։ Հետո 2 անգամ փոխում են տարաների տեղը։ Եթե նորից համընկնում է, ուրեմն հոտը գտնված է։ Լավ, իսկ եթե մարդասպանը նայի այս տեսանյութը և որոշի ազատվել բոլոր նշված ապացույցներից։ Ինչ է, այդ չենք կարող գտնել նրան։ Կարող ենք։ Դուք ձեր տեղում կանգնած, ոչինչ չանելով, թողնում եք ձեր ԴՆԹ-ի հետքը։ Իսկ ինչ եք կարծում, ինչքան նյութ է պետք ձեզ գտնելու համար։ Այսինքն մազի հատված, թուք կամ մաշկից որևէ կտոր։ Ընդամենը 8 բջիջ։ Բիոմատերիալը ինչքան հնարավոր է շուտ պետք է գտնել և փաթեթավորել։ Հետո լաբորատորիայում ռեագենտների միջոցով քայքայել բջիջները և ԴՆԹ-ն ազատել շղթաներից։ Ստացվածը սկանավորում են և համեմատում ուրիշ օրինակների հետ։ ԴՆԹ-ի միջոցով կարելի է իմանալ սեռը, արյան խումբը, էթնիկ պատկանելիությունը և արդեն բազայի միջից իրական մարդասպանին։ Իսկ հիմա եկավ պահը իմանալու, թե ինչպես վերջացավ մեր մարդասպանության դեպքը։ Հետախուզությունից ուղիղ 10 ամիս անց քննիչները նորից ուսումնասիրում են ուղարկված նամակը։ Այսպիսի նամակներ հիմնականում թողնում են նրանք, ում ձեռագիրը կարող է ճանաչվել։ Այսինքն մարդասպանը եղել է զոհին ծանոթ ինչ-որ մեկը։ Իսկ ով։ Հենց ինքը, Բրենթֆորդ Քինգը։ Պարզում է, որ նա իր կնոջը բազմիցս դավաճանել է, անգամ իր ուսանողների հետ։ Հետագայում հարևանությամբ գտնվող տանը գտնում են զենք, որից որ արձակվել էր կրակը։ Բրեդը անտեղի չէր խնդրում իր ուսանողներին մտածել իդեալական սպանության սցենար։ Հենց ուսանողները օգնեցին նրան սպանել իր կնոջը։ Բրեդը դատապարտվեց առաջին կարգի սպանության մեջ և տրվեց ցմահ ազատազրկման։ Սակայն նա այդպես էլ երբեք չընդունեց իր հանցանքը։ Այսքանը։ Հիշեք, որ ամեն քայլափոխին մեզ կարող է վտանգ սպառնալ։ Դրա համար պետք է լինել ավելի ուշադիր և զգոն։ Եվ իհարկե, չմոռանաս մարզել ուղեղդ։